Այս գետի ոչ մի զոհ երբևէ չի գտնվել մարմնին միացված գլխով։ Ֆիլմը սկսվում է վախի մեջ ապրող մի հեռավոր գյուղի պատկերով։ Այս գյուղում սարսափելի լեգենդ է պտտվում գետի հարակից տարածքում բնակվող անգլուխ դևի մասին։ Ասում են, որ այս արարածը որսում է բոլորին, ովքեր կհամարձակվեն մոտենալ, գլխատելով իր զոհերին, այնուհետև անգլուխ մարմինները դուրս նետելով գետից։ Սկզբում դա համարվում էր ընդամենը առասպել, բայց կամաց-կամաց սկսեցին զոհեր հայտնվել։ Մարդիկ վախեցան և այլևս չէին համարձակվում մոտենալ գետին։ Յուրաքանչյուրը, ով մոլորվում էր կամ անփութորեն գնում էր այնտեղ, հետագայում գտնվում էր սարսափելի վիճակում, մահացած և առանց գլխի։ Ամեն անգամ, երբ որևէ գյուղացի անհետանում էր, բնակիչներն անմիջապես եզրակացնում էին, որ դրա պատճառը դևն է։ Մինչև մի օր նույն դեպքը պատահեց Նինգհա անունով մի երիտասարդ կնոջ հետ, ում մենք պարզապես կանվանենք Նագա։ Նագան անհետացավ առանց հետքի։ Նրա սանդալները գտան գետափին, բայց նրա մարմինն այդպես էլ չգտնվեց։ Ամբողջ գյուղը հաշտվեց այն մտքի հետ, որ Նագային տարել է գետի դևը։ Ոչ ոք չէր համարձակվում փնտրել նրան։ Նույնիսկ Լիամը, գյուղի պետը, կարծես աչք էր փակում այդ ամենի վրա։ Սակայն կար մի մարդ, ով հրաժարվում էր հավատալ դրան։ Նա Մունն էր, Նագայի մորաքույրը։ Մունը համոզված էր, որ իր զարմուհին դեռ ողջ է, կամ գոնե այս իրադարձությունների հետևում կա տրամաբանական բացատրություն։ Քանի որ ոչ մի գյուղացի հակված չէր օգնելու, Մունը վերջապես քաղաքից մասնագիտական օգնություն կանչեց, մասնավոր քննիչ դետեկտիվ Քեյին։ Մի քանի օր անց Քեյնը ժամանեց գյուղ։ Բարդ գործեր լուծողի նրա համբավն արդեն հայտնի էր։ Այնուամենայնիվ, հենց նա ոտք դրեց այնտեղ, անմիջապես զգաց գյուղացիներին պաշարած վախի մթնոլորտը։ Քեյնը արագ գտավ Մունին և իմացավ, որ նա գյուղապետ Լիամի նստավայրում է։ Երբ նա տեղ հասավ, Քեյնը ականատես եղավ տհաճ տեսարանի։ Գյուղապետը հրաժարվում էր հանդիպել Մունին, իսկ նրա թիկնապահները կոպիտ էին վարվում կնոջ հետ։ Anh thừa biết đó cũng chỉ là viện cớ thôi mà. Քեյնն անմիջապես միջամտեց, կանգնեցրեց թիկնապահներին և Մունին հեռացրեց այդ վայրից։ Այս հանդիպումը Քեյնին վաղ ազդանշան տվեց, որ գյուղի իշխանության հետ ինչ-որ բան այն չէ։ Մունը մեծ թեթևություն զգաց, տեսնելով Քեյնին։ Նրա համար Քեյնը միակ հույսն էր զարմուհուն, Նագային գտնելու համար։ Հետաքննության առաջին քայլը սկսվեց Նագայի տանը։ Այնտեղ Քեյնը հանդիպեց Պիային, Նագայի հարազատ հորը։ Երբ հարցրին դստերը վերջին անգամ տեսնելու մասին, Պիայի պատասխանը ցնցող էր։ Մտահոգություն ցուցաբերելու փոխարեն, Պիան ցինիկ էր։ Նա կասկածում էր, որ Նագան փախել է մեկ այլ տղամարդու հետ, քանի որ նրա մարմինն այդպես էլ չէր գտնվել։ Լսելով այս մեղադրանքը, Մունը բարկացավ, բայց կարողացավ զսպել էմոցիաները։ Այնուհետև Մունը հրավիրեց Քեյնին զննելու Նագայի սենյակը։ Առաջին հայացքից սենյակը կոկիկ տեսք ուներ, սակայն Քեյնի սուր աչքը տարօրինակ բան նկատեց։ Հատակին ծաղկամանի բեկորներ կային։ Մունը բացատրեց, որ դա տարօրինակ է, Նագան դերձակ էր և ծաղկամաններ հավաքելու հոբբի չուներ։ Ուրեմն որտեղից էին հայտնվել այս անծանոթ սկահակի կտորները։ Քեյնն այնուհետև հարցրեց, թե արդյոք վերջերս որևէ տարօրինակ միջադեպ եղել է։ Մունը մի բան հիշեց։ Մի քանի օր առաջ տուն գող էր մտել։ Նագան բռնացրել էր նրան և դիմադրություն ցույց տվել, վնասելով գողի ձեռքը։ Սակայն, քանի որ ոչինչ չէր գողացվել, միջադեպին ընթացք չէին տվել։ Քեյնը նշումներ կատարեց։ Ձախողված գող, առեղծվածային սկահակի բեկորներ և անտարբեր հայր։ Սա սովորական անհետացման դեպք չէր։ Քանի որ տանը գտնված հուշումները ոչ մի տեղ չէին տանում, Քեյնը որոշեց գնալ հանցագործության հիմնական վայր, գետի մոտ գտնվող անտառը, որտեղ անհետացել էր Նագան։ Այնտեղ, որտեղ գտնվել էին Նագայի սանդալները, Քեյնը ֆիզիկական ապացույց հայտնաբերեց՝ մի տեսակ տարօրինակ բույսի սերմ։ Քեյնը սերմը տարավ գյուղի շամանին, պարզելու, թե դա ինչ է։ Շամանը բացատրեց, որ դա թմրեցնող կամ անզգայացնող ազդեցությամբ բույսի սերմ է։ Սակայն շամանը նաև խիստ նախազգուշացրեց։ Եթե Քեյնը կարծում է, որ Նագային մարդիկ են տարել, ապա նա չարաչար սխալվում է։
Ամբողջ գյուղը գիտեր, որ սա անգլուխ դևի գործն է, եւ շուտով նրա մարմինը հաստատ կհայտնվի։ Դրամաբանորեն մտածելով, Քեյնը զգաց, որ այս գյուղում ինչ-որ բան թաքցվում է։ Շամանի մոտից հեռանալիս Քեյնը նկատեց, որ մունը գաղտնի հետևել է իրեն։ Մունը պատմեց, թե որքան թանկ էր Նագան իր համար։ Նագայի մայրը փախել էր, երբ Նագան դեռ փոքր էր, լքելով նրան, իսկ հայրը Պիան երբեք իսկապես չէր ընդունել Նագային որպես իր դուստր։ Միայն մունն էր մեծացրել Նագային սիրով եւ հոգատարությամբ։ Սակայն մունի ամուսնուն դուր չէր գալիս, որ նա խնամում է Նագային եւ սպառնում էր բաժանվել, եթե նա շարունակի կենտրոնանալ զարմուհու վրա։ Ահա թե ինչու մունը ստիպված եղավ լքել Նագային։ Տարիներ անցան, մունը վերջապես բաժանվեց ամուսնուց եւ վերադարձավ գյուղ Նագայի հանդեպ իր սխալները քավելու համար։ Բայց նրանց վերամիավորումից ընդամենը մի քանի օր անց Նագան առեղծվածային կերպով անհետացավ։ Մունին տանջում էր մեղքի զգացումը, մտածելով, որ եթե ինքը երբեք չհեռանար, գուցե Նագան ապահով լիներ։ Լսելով մունի անկեղծությունն ու զղջումը, Քեյնը վերջապես հրավիրեց մունին միանալ իրեն հետաքննության մեջ։ Mà không tìm thêm được dấu vết nào của Nga, rồi bị nước cuốn theo dòng suối này mà trôi ra hồ. Գիշերն ընկավ։ Անգլուխ դևի սարսափը գյուղը վերածեց սոսկալի վայրի։ Բոլոր գյուղացիները պինդ փակել էին իրենց դռները եւ տների առջև կախել շամանի տված պաշտպանիչ թալիսմանները։ Այդ գիշեր ոչ մի հոգի չէր համարձակվում դուրս գալ։ Քեյնը, ով մնում էր գյուղում, նույնպես զգում էր սարսափելի մթնոլորտը։ Սակայն, երբ հոգնածությունից նա վերջապես քնեց, սարսափը ներխուժեց նրա ենթագիտակցություն։ Քեյնը երազ տեսավ, որ կանգնած է գետի մոտ։ Այնտեղ նա տեսավ Նագայի կտրված գլուխը, ջրի մեջ լողալիս։ Սարսափելին այն էր, որ աչքերը բաց էին, իսկ բերանը շարժվում էր, Քեյնին օգնության կանչելով։ Քեյնը ցնցվելով արթնացավ, շունչը կտրված, սառը քրտինքը պատել էր նրա մարմինը։ Նա վստահ չէր, դա պարզապես սովորական մղձավանջ էր, թե Նագայի անհանգիստ հոգու կողմից ուղարկված հուշում։ Արևը ծագելուն պես Քեյնը ժամանակ չկորցրեց։ Մունի հետ միասին նա նորից շրջեց գյուղում, հուշումներ փնտրելու համար։ Նրանք տագնապալի նոր տեղեկություն ստացան։ Այն օրը, երբ Նագան անհետացել էր, նրան տեսել էին գյուղապետի դստեր, տույետի հետ կատաղի վիճելիս։ Քեյնն ու մունն անմիջապես գնացին գյուղապետի տուն, տույետին հարցաքննելու։ Հարցին ի պատասխան, տույետը պնդեց, որ վեճն ընդամենը չնչին հարցի շուրջ է եղել։ Նա ասաց, թե Նագան իր պատվերի համար սխալ գույնի գործվածք էր պատրաստել։ Տույետը հրաժարվել էր վճարել, իսկ զայրացած Նագան սպառնացել էր պարտքը պահանջել տույետի փեսացուից, Տակ անունով մի տղամարդուց։ Հետևաբար, շատ հավանական էր, որ վեճից հետո Նագան գնացել էր Տակին տեսնելու։ Քեյնն արագ հետաքննեց, թե ով է Տակը եւ պարզեց, որ նա աշխատում է որպես խեցեգործ վարպետ, ով պատրաստում է սկահակներ եւ ափսեներ։ Այս փաստն անմիջապես հիշեցրեց Քեյնին Նագայի սենյակում գտնված տարօրինակ սկահակի բեկորները։ Շատ հավանական էր, որ այդ ծաղկամանը պատրաստել էր Տակը։ Կասկածն այժմ խիստ ուղղված էր դեպի նրան։ Քեյնն ու մունը գնացին Տակի տուն, բայց ցավոք, այն դատարկ էր եւ սարսափելի լռություն էր տիրում։ Տեսնելով, որ մունը վախեցած է, Քեյնը նրան ասաց, որ սպասի դրսում, մինչ ինքը միայնակ կմտնի մութ արհեստանոց։ Ներսում Քեյնը հանկարծ տեսավ անգլուխ դևի կերպարանքը, որը ծեծում էր Նագային, բայց կերպարանքն ակնթարթորեն անհայտացավ։ Քեյնը վերադարձավ իրականություն, երբ արհեստանոցի հետևից ձայն լսեց։ Նա վազեց այնտեղ եւ վերջապես հանդիպեց Տակին։ Առանց վարանելու, Քեյնը մեղադրեց Տակին Նագայի անհետացման հետևում կանգնած լինելու մեջ եւ հարցաքննեց նրանց հարաբերությունների մասին։ Անկյուն քշված, Տակը վերջապես խոստովանեց իր գաղտնիքը։ Նա խոստովանեց, որ իսկապես սիրում էր Նագային եւ մտադիր էր չեղարկել իր նշանադրությունը տույետի հետ, նրա հետ ամուսնանալու համար։ Սակայն նրանց սերը արգելափակված էր սպառնալիքներով։ Տակն ասաց, որ երբ գյուղապետն ու նրա ընտանիքը իմացել են կապի մասին, սպառնացել են կործանել թե Տակի, թե Նագայի կյանքը, եթե նա համարձակվի խզել նշանադրությունը։
Լսելով տակի խոստովանությունը Քեյնն ու Մունը եզրակացրին, որ գյուղապետի ընտանիքը կարող է լինել իրական մեղավորը, ով անհետացրել է Նագային իրենց պատիվը պաշտպանելու համար։ Նրանք վերադարձան գյուղապետի տուն, որտեղ հարցաքննվեցին Լիամը, նրա կինը, վհանգը և նրանց դուստրը Տուետը։ Նրանք խոստովանեցին, որ բարկացած են տակի վրա, բայց հերքեցին Նագային վնասելը։ Փոխարենը, Տուետը հայտնեց մի ցնցող նոր փաստ։ Նա ասաց, որ տակը ստախոս է։ Նա չէր ուզում ամուսնանալ Նագայի հետ սիրուց դրդված, այլ խուճապի պատճառով։ Տակը փորձել էր լքել Նագային այն բանից հետո, երբ իմացել էր, որ նա հղի է իր երեխայով։ Այս բացահայտումը փոխեց ամեն ինչ։ Նագան հղի էր տակի երեխայով։ Սպանության դրդապատճառն այժմ չափազանց ուժեղացավ բոլոր կողմերի համար։ Նախ, տակը գուցե սպանել էր Նագային, վերացնելու սիրավեպի և անցանկալի երեխայի ապացույցները, որպեսզի դեռ կարողանար ամուսնանալ գյուղապետի հարուստ դստեր հետ։ Երկրորդ, գյուղապետի ընտանիքը գուցե սպանել էր Նագային, իրենց պատիվը պահպանելու համար, որպեսզի իրենց դստեր նշանադրությունը չփչանար հղիության սկանդալի պատճառով։ Այնուամենայնիվ, այս ամենը դեռ հիմնված էր դրդապատճառների vրա, առանց ֆիզիկական ապացույցների։ Còn lạ gì cái giọng cường hào ác bá này. Cô đừng có cậy thế con quan mà mở mồm vô không chút quan liêm sống thọ nha. Này. Thôi. Քեյնն այնուհետև հիշեց մի հուշում, որն անտեսվել էր գողը։ Նագայի անհետացումից մի քանի օր առաջ նրա տուն էր մտել մի գող, ով տարօրինակ կերպով ոչինչ չէր գողացել, բայց կռվել էր Նագայի հետ, վնասելով ձեռքը։ Քեյնը եզրակացրեց. Հնարավոր է, որ տակն էր ուղարկել գողին հետ բերելու մի իր, որը նա ժամանակին տվել էր Նագային իր պատրաստած սկահակը, որպեսզի նրանց հարաբերությունները չբացահայտվեին։ Կամ գուցե գյուղապետի ընտանիքն էր վարձել մարդասպան, քողարկված որպես գող, Նագային վերացնելու համար, բայց ծրագիրը ձախողվել էր, որովհետև Նագան դիմադրել էր։ Ով էլ լիներ կազմակերպիչը, ճշմարտության բանալին մեկ մարդու ձեռքում էր, վնասված ձեռքով գողի։ Եթե Քեյնը կարողանար գտնել նրան, գործը կլուծվեր։ Քեյնն ու Մունն այժմ առաքելություն ունեին գտնելու գողին։ Որպես հիմնական հուշում ունենալով ձեռքի վերքը, Քեյնը ռազմավարություն մշակեց ստուգելու կասկածելի գյուղացիների ձեռքերը։ Trước một cuộc thi, đó là Որոնումները վերջապես արդյունք տվեցին, երբ նրանք գտան Տոնգ անունով մի մարդու, մի ռեցիդիվիստի, ում գյուղապետն արտաքսել էր գյուղի սահմաններից դուրս հաճախակի գողությունների պատճառով։ Զննման ժամանակ Տոնգի ձեռքին թարմ վերք կար։ Քեյնի հարցաքննության ժամանակ Տոնգը վերջապես տեղի տվեց և խոստովանեց, որ ինքն է այդ գիշեր մտել Նագայի տուն։ Ոստիկանությունը նույնիսկ նրա խրճիթում որպես ապացույց գտավ Նագայի թևնոցը։ Սակայն երբ Քեյնը հարցրեց, թե ով է իրեն վճարել Նագային սպանելու համար, Տոնգը կտրուկ հերքեց դա։ Նա պնդեց, որ ոչ ոք իրեն չի պատվիրել, և որ ինքը գողություն է արել զուտ ֆինանսական հուսահատությունից դրդված։ Այնուամենայնիվ, Տոնգը տվեց մեկ այլ տեղեկություն, որը շատ ավելի արժեքավոր էր։ Տոնգն ասաց, որ այն գիշեր, երբ փախչում էր Նագայի տանից, մի ցնցող բան է տեսել։ Նա տեսել էր գյուղապետի կնոջը, վհանգին, և Նագայի հորը, Պիային, գաղտնի միասին։ Պարզվեց, որ Պիան և վհանգը տարիներ շարունակ սիրավեպ են ունեցել, և այդ գիշեր Նագան հենց նոր բռնացրել էր սեփական հորը վհանգի հետ դավաճանելիս։ Քեյնի կասկածն այժմ տեղափոխվեց դեպի վհանգը, գյուղապետի կինը։ Քեյնը նրան էր կասկածում որպես ամեն ինչի կազմակերպիչ։ Anh đã phạm tội trộm cắp, hình phạt. Ai ngờ lại thấy bà Vượng lấm la lấm lét. Cớ gì lại bắt Tri Huyền phu nhân? Սակայն, երբ նրան առերեսեցին, վհանգը հրաժարվեց խոստովանել և փոխարենը պաշտպանվեց։ Նա խոստովանեց, որ այդ գիշեր հանդիպել է Նագային, բայց միայն նրան սպառնալու համար։ Վհանգն ասաց, որ սպառնացել է սպանել Նագային, եթե նա հեռու չմնա տակից, իր դստեր փեսացուից։ Քեյնն ու Մունը շարունակեցին տեղեկություններ փնտրել այլ վկաներից։ Պարզվեց, որ կա մի ականատես, ով տեսել է Նագայի հանդիպումը Տուետի հետ անտառի խորքում։ Քեյնն անմիջապես առերեսվեց Տուետի հետ և ճնշում գործադրեց նրա վրա կուտակված ապացույցներով։ Զգալով, որ անկյուն է քշված, Տուետը վերջապես խոստովանեց ամեն ինչ։
Տույետը բացատրեց, որ իրենք հանդիպել են անտառում եւ կատաղի վիճել են, քանի որ ինքը կուրացած էր խանդից, իմանալով, որ Նագան հղի է իր փեսացուի երեխայով։ Նրանք հրել են միմյանց եւ պայքարի ժամանակ Նագան ընկել է, եւ նրա գլուխը ուշքին հարվածել է գետի քարին։ Տույետը տեսել է Նագային անշարժ պառկած եւ կարծել է, թե նա մահացել է։ Խուճապի մատնված եւ սարսափած, Տույետը փախել է եւ Նագայի մարմինը թողել այնտեղ։ Տույետը երդվեց, որ երբեք չի տեղաշարժել մարմինը։ Գործը թվում էր լուծված։ Քեյնն անմիջապես կապ հաստատեց քաղաքի ոստիկանության հետ։ Քիչ անց ոստիկանները ժամանեցին եւ ձերբակալեցին Տույետին, սպանության եւ անզգուշությամբ մահ պատճառելու մեղադրանքով։ Մունը հիստերիկ լաց եղավ այս իրականության հետ առերեսվելիս։ Սակայն մի բան դեռ անհանգստացնում էր Քեյնի միտքը։ Եթե Տույետն իսկապես մարմինը թողել էր այնտեղ, ապա որտեղ անհետացավ Նագայի մարմինը եւ ով տեղաշարժեց այն։ Եթե Տույետը լքել էր Նագային հենց այնպես, մարմինը դեռ պետք է անտառում լիներ։ Չնայած հիմնական մեղավորը ձերբակալված էր, Նագայի անհետացած մարմնի առեղծվածը մնում էր մեծ անպատասխան հարց։ Là do cô bị đặt đúng không? Điều tra phải hợp lệ. Nếu không, Այդ գիշեր, ձերբակալության քաոսից հետո, Քեյնը փորձեց հանգստանալ։ Նա միայնակ ընթրում էր իր կացարանում, զգալով, որ իր գործը վերջապես ավարտված է։ Հանկարծ մթնոլորտը կտրուկ փոխվեց։ Քեյնը զգաց ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի ներկայությունը, որը մտնում էր իր սենյակ։ Երբ նա շրջվեց, նրա առջև կանգնած էր անգլուխ դևը։ Ավելի սարսափելին այն էր, որ արարածը բռնել էր Նագայի կտրված գլուխը եւ ագահորեն ուտում էր այն հենց Քեյնի աչքի առաջ։ Սա երազ չէր։ Նա գոռաց, երբ արարածը նետվեց դեպի իրեն։ Բարեբախտաբար, մոտակայքում գտնվող նրա գործընկերները լսեցին ճիճը եւ ներս խուժեցին, փրկելով Քեյնին։ Տարօրինակն այն էր, որ հենց նրանք ներս մտան, դևն անհետացավ առանց հետքի։ Այս միջադեպը համոզեց Քեյնին, որ այստեղ գործում է իրական գերբնական տարր, այլ ոչ թե պարզապես հալյուցինացիաներ կամ կեղծ լեգենդներ։ Քեյնը հրամայեց իր գործընկերներին հետաքննել դևի պատմությունը, ինչու է այն գոյություն ունի եւ ով է նա իրականում։ Նրանք բացեցին գյուղի հին արխիվները եւ բացահայտեցին մի սարսափելի պատմական փաստ։ 30 տարի առաջ այս գյուղում մի արյունալի ողբերգություն էր տեղի ունեցել։ 14 հոգուց բաղկացած մի մեծ ընտանիք մեղադրվել էր գյուղին դավաճանելու մեջ։ Առանց պատշաճ դատավարության գյուղացիներն իրենց ձեռքն էին վերցրել արդարադատությունը, բոլոր 14-ին տարել էին գետապ եւ հերթով գլխատել։ Համարվում էր, որ սպանված ընտանիքի անհանգիստ հոգիները միաձուլվել են մեկ միասնական էակ դառնալով, ձևավորելով անգլուխ դևին։ Գետն անիծվեց որպես զանգվածային մահապատժի վայր։ Սակայն մի մանրուք տարօրինակ էր։ Լեգենդը գոյություն ուներ 30 տարի, բայց մարդասպան սարսափը եւ անգլուխ դևի տեսիլքները ագրեսիվորեն ակտիվացել էին միայն վերջին 5-ից 10 տարիների ընթացքում։ Ինչու էր այն քնած մնացել 20 տարի նոր արթնանալու համար։ Եվ ինչու էր անգլուխ դևը թիրախավորում Քեյնին։ Քեյնը կանգնած էր տրամաբանության եւ միստիկայի խաչմերուկում։ Մի կողմից նրա բանական միտքը մերժում էր ուրվականների գոյությունը, բայց մյուս կողմից սեփական աչքերով ավելի քան մեկ անգամ տեսել էր անգլուխ դևին։ Մինչ Քեյնը պայքարում էր իր գիտակցության հետ, գյուղապետի տանը խուճապ սկսվեց։ Վհանգը, գյուղապետի կինը, հուսահատ վիճակում էր։ Նա օգնություն էր խնդրում իր ամուսնուց, Լիամից, բայց Լիամը հրաժարվում էր որևէ կերպ արձագանքել։ Նրա հուսահատության մեջ գտնվելու ընթացքում հայտնվեց Վհանգի անձնական ծառան, ցնցող լուրով։ Այն տղամարդը, ում Վհանգը վճարել էր Նագային սպանելու համար, իրականում չէր սպանել նրան։ Վերջապես բացահայտվեց, որ Վհանգն էր ամեն ինչի իրական կազմակերպիչը։ Եկեք մի փոքր հետ գնանք անցյալ։ Երբ Տույետը, Վհանգի դուստրը, անտառում պատահաբար հրել էր Նագային, պատճառ դառնալով նրա գիտակցության կորստի, Տույետը վախից փախել էր։ Պատահաբար Վհանգի ծառան ականատես էր եղել միջադեպին եւ զեկուցել նրան։ Օգնելու փոխարեն Վհանգը դա տեսել էր որպես կատարյալ հնարավորություն Նագային ընդմիշտ վերացնելու համար։ Իր դստեր հեղինակությունը պաշտպանելու համար Վհանգը գումար էր տվել իր ծառային, վարձու մարդասպան վարձելու համար, եւ այդ վարձու մարդասպանը ոչ այլ ոք էր, քան Տոնգը, այն գողը, ով ավելի վաղ բռնվել էր։ Սակայն Տոնգը խորամանկ սրիկա էր։
Երբ նա անտառում գտել էր անգիտակից Նագային, նրա մտքով մի դաժան գաղափար էր անցել։ Փոխանակ սպաներ Նագային, ինչպես հրահանգել էր վհանգը, Տոնգը նրան բանտարկել էր մի թաքնված վայրում։ Նրա ծրագիրն էր շարունակաբար շանտաժի ենթարկել գյուղապետի կնոջը։ Այս սխեմայով Տոնգը կարող էր մեծ գումարներ կորզել։ Բոլոր հուշումները նորից հետ տեղափոխվեցին դեպի Տոնգը։ Քեյնն ու Մունը որոշեցին գաղտնի հետևել նրան։ Con mời bà ngồi. Chắc mọi thứ để có được nếu quan quân ập vào, anh có thể bỏ. Պարզվեց, որ Տոնգը նորից շանտաժի էր ենթարկում վհանգին։ Նա սպառնում էր, որ եթե վհանգը իրեն ավելի շատ գումար չտա, ինքը դեռ ողջ Նագային կբերի գյուղացիների առաջ եւ բոլորի ներկայությամբ կբացահայտի վհանգի խայտառակությունը։ Այս գաղտնի հանդիպումը տեղի ունեցավ անտառում, վհանգի, նրա ծառայի եւ Տոնգի միջև։ Լարվածությունն աճեց։ Տոնգը հասկացավ, որ վհանգի ծառան մտադիր է դավաճանել իրեն։ Ուստի Տոնգը տեղում սպանեց ծառային։ Chỗ này là gấp. Անկյուն քշված վհանգը սկսեց աղաչել Տոնգին Նագային հանձնել իրեն, որպեսզի ինքը սեփական ձեռքերով սպաներ նրան։ Փոխարենը վհանգը Տոնգին առաջարկեց իր ողջ մնացած գումարը։ Տոնգը համաձայնեց եւ նրանք ուղղվեցին դեպի այն վայրը, որտեղ գերության մեջ էր պահվում Նագան։ Tôi giấu tiền ở gần nhà anh á. Tao giết nó, mày còn lằng nhằng. Lấy tiền đi. Հենց այն պահին, երբ վհանգը պատրաստվում էր սպանել Նագային, հայտնվեցին Քեյնն ու Մունը։ Կատաղի պայքար սկսվեց։ Քեյնը մենամարտեց Տոնգի հետ, մինչդեռ մյուս կողմից Մունին հաջողվեց փրկել Նագային վհանգի հարձակումից։ Con điên này mà giải. Հաջորդ օրը բոլոր մութ գաղտնիքները բացահայտվեցին։ Վհանգը ձերբակալվեց ոստիկանության կողմից սպանության փորձի համար։ Տակը չեղարկեց իր նշանադրությունը տույետի հետ եւ վերջապես վերամիավորվեց Նագայի եւ նրանց դեռ չծնված երեխայի հետ։ Գյուղը վերադարձավ խաղաղության։ Սակայն Քեյնի համար գործը դեռ ավարտված չէր։ Մի մեծ հարց դեռ տանջում էր նրան։ Ով կամ ինչ էր այն դևը, որին Քեյնը շարունակ տեսնում էր։ Երբ Մունը ճանապարհում էր Քեյնին տուն, նա մի բան ասաց, որը դարձավ ամեն ինչի պատասխանի բանալին։ Մունը բացատրեց, որ այն արարածը, որին Քեյնը տեսնում էր, երբեք չի տեսել հենց ինքը Մունը։ Այնուամենայնիվ համարվում էր, որ բոլոր գյուղացիները խմել են շամանի պաշտպանիչ թուրմը, արարածից պաշտպանվելու համար։ Մտահոգված լինելով Քեյնի վիճակով, Մունը խոստովանեց, որ ամեն գիշեր գաղտնի խառնել է թուրմը Քեյնի սննդի մեջ։ Սակայն Մունն ինքը երբեք չէր խմել շամանի տված այդ այսպես կոչված պաշտպանիչ թուրմը։ Այս խոստովանությունը ցնցեց Քեյնին։ Նա անմիջապես սննեց մնացած թուրմը։ Այդ ժամանակ բացահայտվեց սարսափելի ճշմարտությունը։ Հեղուկն ամենևին էլ պաշտպանիչ թուրմ չէր, այլ հզոր հալյուցինոգեն դեղամիջոց, պատրաստված այն բույսի սերմերից, որոնք Քեյնը գտել էր պատմության սկզբում։ Այս ամբողջ ընթացքում ոչ թե դևն էր ահաբեկում գյուղը, այլ գյուղացիները տեսնում էին անգլուխ դևին եւ ապրում վախի մեջ ոչ թե գերբնական էակի պատճառով, այլ որովհետեւ նրանք զանգվածաբար թունավորված էին եղել։ Այս ամենի հետևում կանգնած կազմակերպիչը շամանն էր։ Նոր հարց առաջացավ։
Ինչու էր շամանը դա անում։ Հետաքրքրասիրությունից դրդված Քեյնը ավելի խորը փորեց գյուղի պատմությունը և բացահայտեց մի կարևոր բաց թողնված փաստ։ 14 հոգուց բաղկացած ընտանիքը, որը գլխատվել էր 30 տարի առաջ, իրականում բաղկացած էր 15 անդամից։ Մի փոքրիկ երեխա ողջ էր մնացել։ Այդ երեխան թաքնվել էր և սեփական աչքերով տեսել, թե ինչպես են գյուղացիները գետափին հերթով գլխատում իր ամբողջ ընտանիքին։ Այդ օրը երեխան երդվել էր վրեժ լուծել։ Նա հեռացել էր ուսումնասիրելու թույների արվեստը և տարիներ անց վերադարձել գյուղ, քողարկված որպես շաման։ Նրա ծրագիրը և հանճարեղ էր, և դաժան։ Նա օգտագործում էր իր պատրաստուկները, ստիպելու գյուղացիներին հալյուցինացիաներ ունենալ և տեսնել անգլուխ դևին։ Վախի և դեղերի ազդեցության տակ նա կարողանում էր ամբողջությամբ մանիպուլացնել նրանց։ Այս մեթոդի շնորհիվ շամանը կարող էր հեշտությամբ մեկ առ մեկ սպանել իր թշնամիներին, գլխատելով նրանց հենց այնպես, ինչպես գյուղացիներն էին արել իր ընտանիքի հետ անցյալում։ Գյուղացիները բնականաբար հավատում էին, որ անգլուխ մահերը պատճառված են գերբնական ուժերի կողմից։ Իրականում դևը երբեք գոյություն չի ունեցել, և ամեն ինչ շամանի վրեժն էր։ Քեյնն ու ոստիկանությունը անմիջապես խուզարկեցին շամանի խրճիթը, բայց արդեն ուշ էր։ Խրճիթն արդեն դատարկ էր։ Ba mươi năm nay, đêm nào tôi cũng thấy. Շամանը, իրական սերիական մարդասպանը, փախել էր։ Ֆիլմն ավարտվում է լռության մեջ կանգնած Քեյնի պատկերով, ով գիտակցում է, որ գյուղը կործանած սարսափը ոչ թե այլ աշխարհի արարած էր, այլ մի մարդ, ով տասնամյակներ շարունակ վրեժ էր տածել։ Եվ այսպես պատմությունն ավարտվում է։